Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր անդրադառնալու եմ Turbo Smooth մոդիֆիկատորին եւ այստեղ մի հատ plane-ի վրա parse ցույց տամ թե ինչ ձևով է ազդում Turbo Smooth-ը երկրաչափական մոդելների վրա։ Այստեղ ես զրոյացրել եմ այս գծերը F4-ով իհարկե պետք է տեսնենք կա թե չկա։ Այստեղ այսինքն մեկ է դրված, այսինքն մի ամբողջություն է, երկու մասի չի բաժանված կամ մի քանի, այսինքն գծեր չունենք եւ այստեղ edit poly եմ տեղադրելու, որպեսզի ես իր վրա փոփոխություններ կատարեմ։ Turbo Smooth-ն ենք տեղադրում։ Նայեք ինչա տեղի ունենում։ Այս plane-ի պարագայում ինքը այս սուր հատվածները չի կորացնում։ Turbo Smooth-ը աշխատում է սուր անկյունները կորացնի, բայց խոսքը գնում է մենակ եռաչափ օբյեկտների մասին։ Այսինքն այս մեր օբյեկտը 2D օբյեկտ է համարվում, ունի լայնություն եւ երկարություն, բայց բարձրություն չունի, դրա համար Turbo Smooth-ը չի կարող ազդել սրա վրա։ Բայց երբ մենք այս Turbo Smooth-ը նախ անջատում ենք այստեղից, գամ այստեղ edit poly-ի միջից այս գիծը վերցնեմ եւ այստեղ ասեմ, որ shift-ը սեղմած բարձրացնեմ վերև եւ այստեղ կամ Turbo Smooth եւ աչքը միացնեմ, այսինքն այսպես տեսնում ենք, որ ինքը գծերը դնելով, հավելյալ գծեր առաջացնելով այդ անկյունը ջարդում է։ Այստեղ 1 է դրված, եթե ես 2 դնեմ, ամեն պոլիգոնից նորից ամեն պոլիգոն բաժանում է 4 մասի եւ դրա շնորհիվ այս գիծն էլ նորից ջարդում է 2 մասի ու սենց ինչքան շատացնեմ, այդքան ավելի հարթ կլինի։ Այսինքն ստացա ես այսպիսի մի հատ մոդել։ Եթե ես ուզում եմ, որ այսքան կտրուկ, այսքան ասենց հարթ կոր չլինի, ասենք, լինի ինչ որ հարթեցված անկյուն, բայց այսքան չլինի, ես այս անջատում եմ իհարկե, այստեղ որ միացնում ենք, այս ցույց է տալի edit poly-ի մեջ գտնվող ռեժիմի մեջ ենք գտնվում մենք եւ կարող ենք գործ անենք, բայց այս արդյունքն էլ Turbo Smooth-ի արդյունքն էլ հետն է ցույց տալի, այսինքն show and result on of toggle, այսինքն գործիքի արած արդյունքը մինչև միացնելը ցույց տա եւ գործ կատարելու ընթացքը կարողանանք մենք ղեկավարենք, եթե մի հատ էլ showcase-ը այստեղից միացնենք։ Այս կետերը, դեղին գիծը ու կետերը թույլ է տալիս, որ մենք ասենց ղեկավարենք իրեն։ Այս showcase-ը շատ կարևոր է այս հատվածում, որ իրան մենք կարողանանք ղեկավարենք։ Հիմա ես այստեղից էսի կանջատեմ եւ ես ցույց եմ տալիս, որ alt 1-ով alt 1 եւ ստե մի հատ գիծ եմ դնում եւ ես չեմ ուզում որ շատ կոր լինի այդպես ջարդված լինի անկյունը այստեղ նայեք գիծ դրեցի եւ մի կտեսնենք որ իմ անկյունը ավելի սրացավ այդ անկյան շարավիղը ավելի դարձավ փոքր քիչ ու այս տեսնում ենք ներքևի մասը ավելի ինքը կտրուկ է եւ եթե մենք այստեղից այս գիծը տանենք ավելի մոտիկ բնականաբար պետք է ունենանք ավելի սուր անկյուն մի հատ էլ որ ունենանք այս վերևի մասից այսպես կարող եմ երկու գծերը նշեմ ու ասեմ այս աչ կլիկով բացեցի ես պատմում ասեմ connect մի հատ է գիծ այստեղից այսպես վերեմ մոտեցնեմ ստեղ ես կունենամ ավելի սուր անկյուն նայեք բայց այստեղ մի փոքր հարթեցված Turbo Smooth-ը հիմնականում գլխավոր ամենակարևոր ազդեցությունների մասին ես ասացի այսքանով բավարարվենք Turbo Smooth-ով ուրիշ մոդելների վրա փափուկ կահույքների վրա ոնց է աշխատում դրա մասով ես ուրիշ վիդեոներ կաշխատեմ հնարավորինս լավ վիդեո դասեր պատրաստեմ այսքանը շնորհակալություն չմոռանաք լայքերի եւ բաժանորդագրվելու մասին հաստատություն